Հասմիկ Փելեշյանը 2000 թվականից մասնակցում է ընտրական գործընթացներին որպես դիտորդ։ Նա հիշում է, թե ինչպես էին մարդիկ զարմանում, երբ իմանում էին, որ հաշմանդամություն ունեցող անձը դիտորդական առաքելություն է իրականացնում ընտրություններում։ Նրան հետ չէր պահել անգամ այն զգուշացումը, որ ընտրական տեղամասերը կարող են անմատչելի լինել հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար։ Տարիների հեռվից Հասմիկը ժպիտով է հիշում ընտրություններին մասնակցելու իր առաջին փորձը։ Երբ որ ժամանակը եկավ, ես գնացի ընտրատարածք, իհարկե մամայիս ու պապայիս օգնությամբ, արդեն դիպա խոչընդոտությանը, որ աստիճաններ էր, բայց ասեմ, որ այնտեղ կան բավականին շատ ընտրողներ, ասենք մարդիկ, եւ առաջարկեցին, որ օգնենք բարձրացնենք, էլի, թեկուզ գրկած, ես ասել եմ չէ։ Ես չեմ ուզում տենց ասեն գրկած ինձ բարձրացնեն, իրանք ասեն ինչ տարբերակ ունես, ասա մենք միգուցե կարողանանք ինչ-որ ձևով օգնենք։ Ես պահանջեցի մի փոքր ինչ-որ տախտակ լինի, որպեսզի հենց աստիճաններին մոտիկացնեն ու անվասալյակով բարձրացնեն հենաշարժողական խնդիր ունեցող անձը։ Հավատացեք դժվարությամբ եղավ, բայց պայքարեցինք ու հաղթահարեցինք։ Իրանք հենց հանձնաժողովի անդամը ասա, որ քանի որ Հասմիկ Փելեշյանը միշտ այս 19-րդ դպրոցում ունելու իր ընտրությունը, ասենք մարդը գալու է թեկուզ չաշխատեր դիտորդ, բայց իրավունք ուներ ընտրությունը կատարել, իրանք ասեցին, որ պիտի ունենանք արդեն մատչելիություն։ Հետևողական պայքարը արդյունք տվեց արդեն հաջորդ ընտրությունների ժամանակ Վանաձորի 19-րդ դպրոցի շենքում տեղակայված ընտրական տեղամաս այցելելիս նա արձանագրել էր, որ աստիճանների մոտ կառուցվել է թեքահարթակ, ապահովելով շենքի ավելի մատչելի եւ ներառական միջավայրը։ Հավատացեք, մենք այնքան պայքարեցինք ներառական լիներ, որպեսզի ասենք թե մանկապարտեզներում, թե դպրոցներում ունենային ասենք մատչելիություն, որպեսզի մարդիկ հենաշարժողական խնդիր ունեցողներ կարողանային օգտվեն եւ գնային իրենց ընտրությունը կատարեն, որը բավականին շատ շնորհակալ եմ։ Հասմիկը նշում է, որ տարիների ընթացքում ակնհայտ դրական փոփոխություններ են տեղի ունեցել։ Նրա խոսքով հասարակության մեջ նվազել է խղճահարությունը եւ հաշմանդամություն ունեցող անձինք ավելի հաճախ ընկալվում են որպես լիարժեք քաղաքացիներ ու ընտրողներ։ Ինչ վերաբերում է ընտրատեղամասերի մատչելիությանը, խնդիրը դեռևս ամբողջությամբ լուծված չէ, սակայն Հասմիկը վստահ է, որ շարունակական ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել լիարժեք արդյունքների։ Նրա երազանքն է տեսնել մի հասարակություն, որտեղ հաշմանդամություն ունեցող անձինք որևէ խոչընդոտի չեն բախվում եւ հավասար հնարավորություններ ունեն կյանքի բոլոր ոլորտներում։ Ընտրություններին ընդառաջ Հասմիկ Փելեշյանը հանդես է գալիս կոչով։ Բոլոր հաշմանդամություն ունեցող անձանց եմ դիմում, որ ապարտադիր մասնակցեն ընտրությունները, չընկճվեն, իրոք չընկճվեն, գնան իրանք ընտրությունը անեն։ Մենք պիտի ցույց տանք, որ մենք կարող ենք, մենք պիտի ցույց տանք, որ մենք էլ ենք ուզում դուրս գանք, մենք էլ ունենք այդ իրավունքը։